Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը եւ արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման եւ ռոռոկման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը։ Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարգտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարգտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը մնացել է անփոփոխ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50%։ Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության շեմը կդառնա 500 միլիոն դրամ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը պարզաբանել է, որ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել։ Սահմանին հայկական կոնյակի հետ կապված իրավիճակին անդրադառնալիս էլ Պապոյանը նշել է, որ պատճառներն իր համար անհասկանալի են։ Առաջիկա օրերին կայցելի Վրաստան հարցերը տեղում լուծելու համար։ Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ամենայն հավանականությամբ այս տարի կավարտվեն։ Տեղեկությունը հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Խոտ-Որոտան ճանապարհը վերակառուցելու անհրաժեշտություն առաջացավ, երբ Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան մայրուղու մի մասը, այն անցնում էր Որոտան գյուղով։ Հայաստանի Հանրապետության տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Կառավարության նիստին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ըստ այդմ, եթե կա բարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում եւ եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման։ Միացյալ Նահանգները եւ Քաթարը 1.2 տրիլիոն դոլարի համաձայնագիր են ստորագրել։ Նախագահ Թրամփը նաև հայտարարել է Միացյալ Նահանգների եւ Քաթարի միջև ավելի քան 243.5 միլիարդ դոլարի տնտեսական գործարքների մասին։ Դրանց թվում Boeing ինքնաթիռների Aerospace շարժիչների պատմական վաճառքը Qatar Airways ընկերությանը։ Եվրոպական հանձնաժողովը ձգտում է ապահովել, որ Եվրամիության անդամ պետությունները արագացնեն ամերիկացի հետազոտողների համար մուտքի թույլտվության ստացման ընթացակարգը, նրանց Եվրամիությունում աշխատանքի գրավելու համար։ Եվրամիությունը ձգտում է ավելացնել գիտական հետազոտությունների ֆինանսավորումը, միաժամանակ հիշեցնելով Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից համալսարանների եւ հետազոտական հաստատությունների վրա գործադրվող ճնշումը։ Ռուսաստանում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գնաճը կրկնակի արագացել է նախորդ շաբաթվա համեմատ 0.3%-ից հասնելով 0.6%-ի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը, մասնավորապես սննդամթերքի գներն աճել են 0.12%-ով։ Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը դիտարկում է չինական բիզնեսում իր մասնաբաժինը վաճառելու հնարավորությունը։ Ցանցի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել մի քանի պոտենցիալ ներդրողների հետ։ Քննարկվող ակտիվների արժեքը հասնում է մի քանի միլիարդ դոլարի, վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը հնարավորություն տալ այդ ոլորտում գործունեություն ծավալողներին պետական ուշադրությամբ ավելի ընդլայնել իրենց գործունեությունը եւ այս ամենը հաշվի առնելով գործադիր մարմինը առաջարկում է փոփոխություններ կատարել ռազմաարդյունաբերության մասին օրենքում, որի համաձայն կառավարությունը հնարավորություն կունենա իդեմս պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերականի ներկայացուցիչներին տրամադրել զենք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության ապրանքներ, դրանց հետազոտման, ուսումնասիրության եւ հետագայում եւ ռազմական արտադրություն կազմակերպելու համար։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով
հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ Տեղական արտադրողները ընդլայնում են ռազմական տեխնոլոգիաների ոլորտը արտադրելով նոր զինատեսակներ։ Դրանք հաճախակի փորձարկման անհրաժեշտություն են ունենում։ Օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն կտա այդ գործընթացը եւս իրականացնել։ Ռազմաճնաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։ Ռազմաարդյունաբերական համալիրներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ներգրավված են ինժեներներ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից։ Նրանք եւս ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտում։ Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Ազգային ժողովի փոխնախագահն էլ առաջարկեց ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանել, հաշվի առնելով պաշտպանական բնույթի ծախսերը։ Քսան տարվա դադարից հետո մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր։ Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները, այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։ Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի եւ անվտանգ գործունեությունը։ Տեղադրվել են նաեւ ավտոկանգեր, որոնք եւս լուծում են մի շարք անվտանգային խնդիրներ։